Նախ հակաօրինական գործողություններ են անընդհատ իրականացվում այս իշխանության կողմից եւ բարձ մի երևույթ կա, ինչքան ազգային նկարագրով պայքարող ազգային իրավունքների եւ պետական հայկական իրավունքների համար պայքարող մարդիկ կան, հետապնդվում են ամեն մեկը մի ձևով եւ այս ամենը բացի այն որ դա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչ մի կարծում եմ ոչ մի մարդ մի քիչ բանականություն ունենա չի կարող ուրիշ բան ասել այս ամենի մասին ու դա անընդունելի է Այս իրավիճակից ելքերն ինչպես եք տեսնում ինչ քայլեր է պետք է ձեռնարկել ապօրինությունների վերջնալի համար Ես կարծում եմ որ արդարությունը պետք է հաստատվի նախ ընտրությունների արդյունքները ընդհանրապես պետք է չեղարկվի որտեղ այս ամեն ինչը ապօրինությունների եւ անօրինականության մթնոլորտում է իրականացվել այս ամեն ինչը եւ ավետիքի ձերբակալումն էլ սա է այսինքն բաժարը սա է որովհետեւ ինքը արդարության ջատակով է ինքը արդարության համար է պայքարում եւ մեր ընդհանրական իրավունքների համար է պայքարում եւ ես կարծում եմ որ պիտի որևէ բան չխնայենք օրինական մեր պայքարը պիտի շարունակենք եւ անպայման մենք պետք է վերջ տանք այս ամեն ինչի Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ենթադրաբար ընտրակաշառք բաժանողները, ովքեր որ գումարի միջոցով կամ նյութապես շահագրգռելով ձայն են քվեն կորձել ընտրողներից պետք է իրենց պատիժը ստանան։ Սրա վերաբերյալ ինչ։ Ուրեմն թողման կան իրենց շրջանակներում։ Այդ նույն բանը թողման կան ինչ որ ասում են իրենց շրջանակներում, երբ որ պետական ռեսուրսները օգտագործվել են եւ բոլոր տեսակի շահագրգռվածություն, առաջարկություններ, մարդկանց աշխատանքի հետ կապված եւ այլն եւ այլն։ Եվ այս ամիջը նոր չէ, երբ որ յուրաքանչյուր պետական աշխատող վախենում է ինչ որ Facebook-ում մի հատ լայք դնել, վերջում գալիս է սրան, այս ամեն ինչին։ Թող իրենք մտածում են անպատիժ են մնալու, բայց կարծում եմ գգա մի օր արդարությունը կհաստատվի եւ իրենք իրենց պատիժը պիտի ստանան։